Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ։ Եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է ապագա սերունդների իրավունքների մասին զրույցին, եւ այս թեմայի շուրջ զրուցելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել երեխայի իրավունքների Global Campus Կովկասի ծրագրերի համակարգող Մարիամ Մուրադյանին։ Բարև ձեզ, Տիկին Մուրադյան։ Բարև ձեզ, Տիկին Սողոմոնյան։ Տիկին Մուրադյան, թե ՀՀ սահմանադրությամբ, թե ճյուղային օրենսդրությամբ, այսինքն ամբողջ դաշտը ըստ էության օրենսդրական օգտագործվում է ապագա սերունդների իրավունքներ, ապագա սերունդների շահերի պաշտպանությունից ելնելով եւ նմանատիպ հասկացություններ։ Եվ պետք է ասել, որ այսօր մեր հաղորդումը ըստ էության նվիրված է այդ հասկացության բովանդակային ներկայացմանը, ինչու, որովհետեւ կարծես թե ներպետական օրենսդրությունը չի անդրադառնում թե ինչ ասել է ապագա սերունդների իրավունքներ։ Առաջին հայացքից պարզ է, բայց իրավական առումով եւ ընդհանրապես շատ այսպես անդրադարձի կարիք ունի, որտեղ նախ մենք պետք է հասկանանք դրա ներքո որ պահից սկսած ենք մենք հասկանում ապագա սերունդների հասկացությունը, ապագա սերունդները, ինչ իրավունքների ծածկույթի մասին է խոսքը, ինչ եղանակներով են պաշտպանվում, արդյոք այսօր արդեն հնարավոր է այդ պաշտպանությունը սկսել եւ նմանատիպ հարցերի շուրջ։ Եվ ավելի շատ այս իրավունքի հետ կապված մշակումները, ասեմ, ամրագրումը ասեմ, ավելի միջազգային իրավական փաստաթղթերի շրջանակում է, որոնցից հատկապես այսօր մեկին կանդրադառնանք հիմնական փաստաթղթին, դա Մաստրիխտի սկզբունքներն են, որոնք համեմատաբար վերջերս են ընդունվել, եւ ըստ էության Մաստրիխտի սկզբունքներով ամրագրվում են ապագա սերունդների հետ կապված այն բոլոր իրավունքների հետ կապված կարգավորումները, որոնք ընդգրկում է այս իրավունքների շրջանակը։ Եւ ամենաերևի թե այս պահին ունիվերսալ փաստաթուղթն է։ Եկեք դրա համար սկսենք նրանից, թե ինչպես ընդունվեց այս փաստաթուղթը, ինչ նպատակներ է հետապնդում եւ ընդհանրապես ինչով էր կարեւոր այս փաստաթղթի ընդունումը եւ կարգավորման առարկան որն է։ Շատ շնորհակալություն հրավերի համար առաջին հերթին, որովհետեւ շատ կարևոր եւ արդիական քննարկման առարկա է ապագա սերունդների իրավունքները ու բավականին շատ տարակարծություններ եւ թեր ինֆորմացիա կա այս ուղղությամբ այն որ ներպետական օրենսդրությունը ունի շատ դրույթներ դրա վերաբերյալ շատ բնական է որովհետեւ սկզբունքները շատ նոր են ընդամենը 2-3 տարի է ինչ գոյություն ունեն եւ դրանք եւ դա փաստաթուղթը Մաստրիխտյան սկզբունքների փաստաթուղթը այն ուղենշային փաստաթուղթ է հատկապես ուղղված պետություններին խոսելու այն սերունդներից որոնք գոյություն չունեն այս պահին բայց գոյություն ունենալու են եւ այն սերունդի որոնք որ պետք է ժառանգի երկիրը այդպես է ամրագրված փաստաթղթում երկիր ասելով եւ երկիր մոլորակը եւ այն իրականությունը որը որ մենք ապրում ենք կամ ապրել ենք կամ հետևանքները պատմական որոնք որ դեռևս շարունակում են մեր օրերում արդիական մնալ եւ փաստաթուղթը վերաբերում է եւ անձանց եւ խմբերի եւ ժողովուրդների հա ազգերի եթե կարճ փորձեմ ամփոփել մի քանի հարցերի համակցությունը այն արդիականացնում է իրավական եւս մեկ սուբյեկտի գոյությունը, որը որ այս պահին ձայն չունի, խոսելու հնարավորություն չունի իր իրավունքներից, այլ փորձում է ներկայիս սերունդների միջոցով բարձրացնել այն իրավունքները, որոնք իրենք պետք է ունենան, կամ որոնք որ պետք է իրենք զրկված չլինեն ապագայում։ Շատ հետաքրքիր է որ հաճախ ասոցացնում են երեխաների իրավունքների հետ եւ երևի թե դա էլ է պատճառը որ ես եմ այսօր ձեր հյուրը սակայն հարցը ոչ միայն երեխաների իրավունքների մասին է հարցը ամենևին չծնված երեխաների կամ նրանց այդ երևույթի կամ արդյոք չծնված երեխաները հանդիսանում են երեխաներ այդ երևույթի մասին չէ այլ սերունդների եւ նախատեսվող, այսինքն 100, 300, 400 շատ ավելի հեռու եւ մոտ ապագայի սերունդների մասին է, որոնք որ չպետք է ժառանգեն մի շարք վատ հետևանքներ, որոնք որ կարող են առաջացնել մեր ներկայիս պահվածքը, իրավական պարտավորությունները, դա կլինի կոլոնիալիզմի ազդեցությունը, դա կլինի անհավասարությունների ազդեցությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունը նշեցիք որ կան ուղղություններ, որոնք որ գերակայում են փաստաթղթում, այո, հատկապես
բնության պահպանության, կլիմայի փոփոխության եւ այլ փաստաթղթեր։ Ուշ կանրադառնանք, այսինքն կարող ենք փաստել, որ մարդու միջազգայինորեն ճանաչված մարդու իրավունքների կրողներ կարող են դիտարկվել ապագա սերունդները, ճիշտ է։ Այս պահին, քանի որ ես նշեցի, այն չի հանդիսանում սովորութային իրավունքի մի մաս, այն չի հանդիսանում կոնվենցիա, դա ընդհանրապես սկզբունքներ են, որոնք պետությունները պարտավորություն պետք է ունենան հետևելու։ Փաստաթուղթը հղում է անում մի շարք փաստաթղթերի, որոնք արդեն վավերականացված են եւ հանդիսանում են սովորութային իրավունքի մի մաս։ Եվ նույնը վերաբերում է նաև կլիմայի փոփոխության հիմնադիր 3 փաստաթղթերին ու սկզբունքներին ներառյալ Կիոտոյի համաձայնագրին, Փարիզյան համաձայնագրին, կլիմայի մասին միջազգային կոնվենցիային եւ այլն։ Ու ոչ միայն, հա, նաև կարգին, գոյություն ունեցող մարդու իրավունքների մեխանիզմներին եւ ինստրումենտներին, գործիքներին։ Մենք այս պահի դրությամբ չկա փաստաթղթում ամրագրված պարտավորություն, որպեսզի պետությունները հետևեն եւ արձանագրեն կամ վավերացնեն իրենց ներպետական սահմանադրությունը։ Շատ մեծ շեշտադրում է իրականացվում հենց տեղական կառավարման, տեղական մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վրա, որ պետությունները վերցնեն եւ ադապտացնեն եւ ավելի պատասխանատու վարք դրսեւորեն։ Սակայն որպես պարտավորություն եւ պարտադրող հանգամանք մենք չունենք նման փաստաթղթի կարգավիճակ դեմս Մաստրիխտյան սկզբունքների։ Շատ բարի, սա կարելի զարգացնել, բայց եկեք նաև կրկին անդրադառնանք փաստաթղթին, որտեղ որ ուղղակիորեն տրվում է ինչ ասել է ապագա սերունդների իրավունքներ։ Խնդրում եմ ներկայացրեք դա եւ միաժամանակ փորձենք նաև անդրադառնալ այն հարցին, թե արդյոք որտեղ կլիմայի մասին նշվեց եւ հատկապես մեր սահմանադրության ամրագրման ընկալմամբ շատերը կպատկերացնեն կամ մտածում են, որ դա հատկապես վերաբերում է բնապահպանական իրավունքներին, բայց եկեք նաև այն հարցին անդրադառնանք, թե կարող են այս Մաստրիխտյան սկզբունքները, որոնք կարգավորում են ապագա սերունդների իրավունքները, ծածկել նաև վերջիններիս քաղաքական, սոցիալական, անձնական իրավունքների շրջանակը։ Միանշանակ, որpիսի շատ շեշտադրում չլինի ու տրամաբանորեն բոլորս հասկանում ենք հենց հատկապես ինչու կլիմայի փոփոխության եւ կլիմայի արդարադատության ոլորտում է շատ շեշտադրումը, բայց այդ իրավունքները կարող են ներառել նաեւ պետական պարտքի մասին ու դրանից ելնող բոլոր իրավունքները, այսինքն եթե մենք այս պահին պետություններ, որոնք որ անպատասխանատու վարք են դրսևորում սոցիալ-տնտեսական տեսանկյունից եւ այդ բեռը թողնելու են ապագա սերունդի վրա, նորից եմ կրկնում, դա կլինի 50 տարուց, 100 տարուց եւ այլն, այսինքն ուղղակիորեն մենք հետևանքները այս պահին չենք կարողանում դիտարկել կամ կանխատեսել, դա կարող է լինել նաեւ մշակութային հարաբերություններին, անարդարություններին, անհավասարություններին կամ օրինակ ժառանգության իրավունքի, հողի ժառանգության, որ էլի ինչ որ չափով կլիմայի փոփոխությանն ու սեփականության իրավունքին է վերաբերում, բայց շատ ավելի տարբեր երևույթներ, խոսքիս մեջ նշեցի օրինակ հետկոլոնիալ պետությունների ազդեցությունը, քաղաքական համակարգերի ազդեցությունը, որպես այդպիսին տեքստում չի նշվում պատերազմների հետևանքները, բայց կարելի է ենթադրել, որ մենք հատկապես մեր օրերում պատերազմական այս սաստիկ իրավիճակներում ու դրա ազդեցությունն ու վերականգնման հեռանկարները շատ ավելի վատ պատկեր են մեզ տալիս, քան մենք կարող ենք կանխատեսել։ Բայց եթե հենց բնույթին անդրադառնանք, ամբողջությամբ Մաստրիխտյան փաստաթուղթը իրավական դաշտ է բերում բոլոր կանխատեսելի ու ոչ կանխատեսելի մարդու իրավունքները ու այն կանխատեսում չէ ամենևին, այն գիտական հիմք ունի եւ այն բոլոր իրավունքները, որոնք որ նշված են, հենված են գիտական հետազոտության ու գիտական հետևանքի վրա։ Այսինքն մենք չենք կարող կանխատեսել ինչ կարող լինի ապագայում, կա օրինակ արհեստական բանականության եւ դրա ազդեցության մասին հղում, բայց դա եւս բխում է այն հետազոտությունից, որը այդ պահի դրությամբ արկա էր։ Եվ ինչպես նաեւ նշվում է, որ փաստաթուղթը պետք է լինի կենսունակ, դիտարկելու, հասկանալու եւ ամրագրելու այն բոլոր խնդիրները, որոնք կարող են ապագա սերունդները ունենալ, առանց որևէ սահմանափակման իրավունքի այս կամ այն ուղղությամբ կամ այս կամ այն իրավունքի։
Երբ ինքը շատ sense ընդգրկուն փաստաթուղթ է, հույս ունեմ կարողացա ձեր հարցին պատասխանել։ Պարզապես փորձենք ամեն դեպքում կարճ ասել, ինչ է ապագա սերունդների իրավունքներ։ Մենք ծածկեցինք իրավունքների շրջանակը, բայց կարծես թե սահմանումը չտվեցինք։ Հենց այդ ինքը շատ sense առհասարակ պարտավորությունների համակցություն է պետությունների վրա դրված, որ պետությունները պարտավորություն ունեն հարգելու, պաշտպանելու եւ վավերացնելու այն իրավունքները, որոնք որ ունեն ներկայիս սերունդը եւ առնվազն նմանատիպ ժառանգություն թողնելու այն սերունդերին, որոնք այս բային գոյություն չունեն, բայց պետք է լինեն եւ պետք է ժառանգեն այդ ամենը։ Դասական եւ շատ կրճատ տեսանկյունից այդպեսին։ Տիկին Մուրադյան, եկեք նաեւ հետեւյալի մենք խոսեցինք, նաեւ սահմանում ընդգրկում է եւ խոսքի մեջ էլ ասվեց, որ դա պետության պարտավորությունների շրջանակ է։ Ապագա եկող ապագա սերունդների, այսպես մասին հոգ տանելու եւ այլն։ Այ ինչ լրացուցիչ պարտավորություններ են այս կապակցությամբ դրվում պետությունների վրա։ Միակ լրացուցիչ երևի թե նորույթը, որը բերում է, ես ասացի, որ հենց որպես ապագա սերունդներին դիտարկելու որպես իրավունքի առանձին սուբյեկտ։ Դա ամենակարևոր ներդրումն է, իսկ բոլոր մյուս պարտավորությունները եւս մեկ անգամ վերանշվում եւ վերագտնում են իրենց իմաստը փաստաթղթում, նշելով, որ պետությունները պարտավորություն ունեն օրինակ երեխան իրավունքների պաշտպանությունը իրականացնել այս պահին, նույն պարտավորությունը պետք է ունենան եւ ստանձնեն եւ ամրագրեն իրենց ներպետական օրենսգրքով, իրենց մշակույթում, իրավական մշակույթում եւ դոկտրինալ եւ հետազոտական եւ մի շարք այլ ուղղություններում, որպիսի նմանատիպ պաշտպանություն կամ առավել լավ պաշտպանություն կարողանան ապահովել ապագա սերունդներին։ Հիմնական ոչ թե կանխատեսման, այլ պարտավորության դաշտ է տանում Մաստրիխտյան սկզբունքները։ Շատ բարի։ Այսինքն այն ինչ որ ասեց, ճանաչում, իրացում, պաշտպանություն, այս կոնտեքստի շրջանակներում մենք գիտենք, որ առկա են բավականին ռիսկեր, մարտահրավերներ եւ դրանցից ամենաշատ խոսվում է այսօր կոնկրետ կլիմայի փոփոխության մասին։ Եթե այսպես չթիրախավորենք ոլորտը, եկեք նաև պատկերացնենք, թե կանխարգելելու իմաստով պետությունները բացի հրապարակային կամ հռչակագրային պարտավորություններից կամ ամրագրումներից ունեն օրակարգում կոնկրետ անելիքներ։ Արդյոք Մաստրիխտի սկզբունքները նաև այս մակարդակով ամրագրելուց զատ կոչ է անում պետություններին բերելու ավելի գործնական դաշտ եւ կանխարգելելու միգուցե այդ ռիսկերը, վտանգները, մինիմալիզացնելու ռիսկերը, վտանգները ավելի այսպես մինիմալիզացնելու կամ ընդհանրապես չեզոքացնելու հետ կապված։ Էլի կանխատեսման դաշտ չգնալով Մաստրիխտյան սկզբունքները կոչ են անում պետություններին քաղաքական կամք ունենալու փոփոխությունները այս պահին իրականացնելու տրամադրելու հարթակներ, որպիսի հնարավորինս շատ հետազոտություններ իրականացվի, տրամադրվելու հարթակներ, որպիսի հենց երեխաները հանդիսանան այն միջ սերնդային օղակը, որը որ կարողանա ապահովել այն ձայնը, այն սերունդները, որոնք այս պահին գոյություն չունեն, բայց կարողանան խոսել հետագայում, կամ փոփոխել իրավական համակարգը այնպիսին, որպիսի հասարակությունը, ինչպես նշեցի, թիրախը մարդիկ են, խմբերը եւ ժողովուրդները, մեծ հղում կա օրինակ, չգիտեմ, գյուղական համայնքներում գյուղական խմբերի ազդեցության մասին կամ իրենց ռիփորթինգի, իրենց զեկուցման հնարավորությունների մասին կամ եթե մի քիչ ավելի միջազգային դաշտ գնանք, նույն բնիկ ազգերի եւ նրանց մտահոգությունների մասին իրավական դաշտի ստեղծումը, եթե միայն չպրոյեկտենք Հայաստանի մասով, պարտավորությունները իրենք ընդգրկուն պետք է լինեն, փոփոխելու եւ մինիմալիզացնելու արդեն անցյալից եկած խնդիրները եւ կարգավորելու դաշտ այնպեսին, որ այդ մշակույթը ստեղծվի, որը չեմ կարող ասել կանխարգելի չէ, այլ մարդու իրավունքների պատշաճ իրականացում է մեր օրերում, որպիսի պատշաճ իրականացման մշակույթը շարունակի գոյություն ունենալ նաև ապագայում։ Այսինքն դա կանխարգելում չէ, դա փաստացի պաշտպանություն է մարդու իրավունքների,
բոլոր տեսակ խմբերի եւ բոլոր տեսակ ուղղությունների, որը այս պահին պետք է իրականացվի։ Եթե այսպես ասենք, բնապահպանական իրավունքը կամ կլիմայի փոփոխությունը կամ կլիմայի ազդեցության նվազեցումը պետք է հիմա տեղի ունենա, որպեսզի ներսերնդային որևէ խնդիր չունենանք, որը նաև չտարածվի միջսերնդային հարցերում։ Այստեղից երկու հարց։ Առաջինը միջսերնդային հավասարություն ասելով ինչ ենք հասկանում, ավելի այսպես լայն լսարանի համար, եթե կարելի է անդրադառնանք, եւ երկրորդ հարցը կարող ենք ասել, որ երեխաների իրավունքները ցանկացած պետությունում ուղղված ջանքերը դեպի երեխաների իրավունքների պաշտպանություն այսօր նաև նպաստ կամ երաշխիք են հանդիսանում ապագա սերունդների իրավունքների պաշտպանության համար։ Եթե առաջին հարցին անդրադառնամ, այո, Մաստրիխտյան սկզբունքները նշում են, որ առնվազն ապագա սերունդները պետք է ունենան այնքան իրավունքներ, որքան որ ունեն ներկայիս սերունդները։ Միջսերնդային հավասարությունը դրված է Մաստրիխտյան սկզբունքների հիմքում։ Բնականաբար դեպի ավելի լավ տեսլական գնալու եւ հեռու գնացող նպատակների մասին խոսվում է, բայց ելի ինչպես նշեցի, դա կանխատեսում չէ, այլ փաստացի գիտական, նորմատիվ եւ դոկտրինալ հիմք ունեցող փաստաթուղթ է։ Եթե երեխաների իրավունքներին անդրադառնանք, երեխաների իրավունքների պաշտպանությունը եւս եթե կատարվում է պատշաճ հիմքով ներկայիս իրավիճակում, հատկապես անհավասարությունների մասին խոսելիս, Մաստրիխտյան սկզբունքները նշում են, որ բոլոր անհավասար մոտեցումները, սկզբունքները, խմբային, ցեղային, սեռով պայմանավորված եւ այլ դիսկրիմինացիոն երևույթները, եթե տեղի են ունենում այս պահին, կարող են ավելի մեծ արձագանք եւ ազդեցություն ունենալ հաջորդ սերնդի մոտ, որը որ արդեն խախտում է հավասարությունը եւ ներսերնդային իրավունքի դաշտում եւ միջսերնդային իրավունքի դաշտում։ Հարգելի ռադիոլսողներ, հիշեցնեմ ձեզ, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում ենք ապագա սերունդների իրավունքների մասին եւ այդ նպատակով մեր տաղավարին հրավիրել երեխաների իրավունքների գլոբալ կամպուս Կովկասյան ծրագրերի համակարգող Մարիամ Մուրադյանին։ Ատկի Մուրադյան, շարունակելով մեր զրույցը, մենք գիտենք, որ Մաստրիխտի սկզբունքներով ըստ էության ամրագրված է եւ այսպես կարծես հիմք է ստեղծում, որ ապագա սերունդների իրավունքների պաշտպանության համար արդեն իսկ այսօր պետք է հնարավորություն լինի դիմելու նաև դատական, միջազգային դատական ատյաններին եւ այդ պաշտպանության մեխանիզմները հնարավոր լինի իրացնել։ Կարող ենք ասել, որ այսօր արդեն իսկ ելնելով մի քանի պետության փորձից արդեն իսկ այս պրակտիկան սկսել է, դա Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանն է, կարծես թե կա էլի մի քանի պետություններ, որոնք կոնկրետ շրջակա միջավայրի նախարարության դեմ հայցեր են ներկայացրել եւ այլն։ Այս կոնտեքստում արդեն այդ պաշտպանությունը ոչ միայն ճանաչումն է, հարգանքն ու ճանաչումը, այլ նաեւ տարբեր պետությունների մակարդակով արդեն իսկ պաշտպանությունը մեկնարկած է ավելի գլոբալ եւ լոկալ մակարդակով որ նայենք երբ սկսենք գլոբալից հետո կգանք ավելի լոկալ ինչպիսին է պրակտիկան նշեցիք մի շարք պետությունների դեմ հայցերը որից երևի թե անգլերենում ասում են ground breaking ամենահիմնական դեպքերից մեկը հենց միջազգային քրեական միջազգային արդարադատության դատարանի որոշումն է Կոլումբիայի դեմ որը որ մտավ սովորութային իրավունքի մեջ որպես խորհրդատվական կարծիք, որը որ արդեն իսկ պարտադրում է պետություններին ստեղծելու ռեֆերալ մեխանիզմներ, որպեսզի մարդիկ կարողանան ու երեխաները հատկապես կարողանան դիմել դատարան իրենց շրջակա միջավայրի կամ կլիմայի փոփոխությանը վերաբերող իրավունքների վերաբերյալ հայցերով, որը տեղի չէր ունեցել մինչ օրս նույնիսկ ոչ Փարիզյան սկզբունքներին համաձայն, ոչ Մաստրիխտյան սկզբունքներին եւ դրանք բնականաբար միմյանց լրացնում են։ Առհասարակ եթե նորից նայենք մեխանիզմներին, քաղաքացիների հայցերը, որոնք որ վերաբերում են խմբերին կամ սերունդներին կամ ավելի ոչ թիրախավորված անձանց, բավականին քիչ են։ Եթե նույն ներպետական մեխանիզմով նայենք, օմբուդսմենի գրասենյակներից բացի մենք չունենք հնարավորություններ կամ մեխանիզմներ, որպեսզի անձիկ կարողանան զուգահեռաբար կամ առաջնահերթ դիմել այդ ինստիտուտներին իրենց իրավունքների վերականգնման կամ նույն զեկուցման համար, հենց ICJ-ի այդ որոշումը
միջազգային արտադրության դատարանի որոշումը դրա մասին էր, որ պետք է եւ պարտավոր են մեխանիզմներ ստեղծվել, որպեսզի նման երևույթները հնարավորինս տեղ գտնեն, հա, այսպես ասած, ես հնարավորինս փորձում եմ շեղվել այդ դատական իրավական համակարգից, նույնը իր սկզբունքների մեջ Մաստրիխտյան սկզբունքներն էին պարունակում, որ հատկապես շեշտը դնելով տեղական մակարդակի վրա պետք է պետությունները ստեղծեն մարդահրավերների պաշտպանության կուր համակարգ, որը կարող է լինել եւ դատական համակարգինքից եւ առանձին եւ մարդահրավերների պաշտպանության եւ ինչպես նշեցի գիտական հիմքի պաշտպանության տեսանկյունից պետք է հնարավորություն լինի հետազոտել, ուսումնասիրել եւ դրա հիմքի վրա ավելի մեծ խմբի եւ ավելի մեծ ազդեցություն ունեցող իրավունքների մասին զեկուցել եւ իրավատեր դառնալ։ Ես այդ ամբողջությամբ համաձայն եմ եւ այն ինչ որ դուք նշեցիք, այդ խորհրդատվական կարծիքը էապես կարծես թե փոխեց ապագա սերունդների իրավունք, որը որ հղման նաեւ առարկա է դարձել մի շարք այլ պետությունների կողմից եւ ինչու՞ չէ նաեւ այդ պետությունների կողմից իրենց կլիմայի պաշտպանությանը ուղղված եւ ինչու՞ չէ նաեւ այլ ոլորտների ավելի լայն այսպես պաշտպանության առարկա գործողությունների ծրագրի մի մաս է կազմում, որը որ ուղղակիորեն պատվիրակություն է պետություններին կոնկրետ գործողությունների։ Նայեք, դա դատական պաշտպանություն է, որը ըստ էության հաճախ հանդիսանում է որպես իրավունքների խախտման դեպքում պաշտպանության միջոց։ Իսկ մինչև իրավունքների խախտումը շատ կարևոր է նաև ինստիտուցիոնալիզացիան։ Այդ տեսեք, եթե մենք անդրադառնում ենք մեր ներպետական օրենսդրությանը, սահմանադրությունը բավականին վաղ է այդ տերմինը օգտագործել եւ վերջերս ընդունվող օրենսդրական ակտերում, օրինակ ջրային օրենսգրքում, մի շարք օրենքներում օգտագործվում է այդ ապագա սերունդների իրավունքներ հասկացությունը։ Բայց եթե օրինակ մեկի ջրային ռեսուրսների կամ խմելու ջրի որակի հետ շատ առարկական կենցաղային մակարդակով փորձենք, ինքը ավելի լայն կոնցեպտ է բնական է, բայց եթե մենք առարկայացնենք ավելի լոկալ կենցաղային մակարդակի, անձը ուզում է հասկանալ արդյոք ինքը ունի այդ պաշտպանության իրավունքը կամ ինստիտուցիոնալ իմաստով, եթե անգամ չի մտնում դատարան, ուզում է հասկանալ որ մարմին կարող է դիմել, հասկանում ենք կարող է մարդու իրավունքների պաշտպանին նաև դիմել եւ այլն, բայց մի շարք պետություններում դրանք կոնկրետ ավելի այսպես լայն իմաստով դրանք օրինակ Հունգարիան լավ փորձ ունի հանձնաժողով, որը որ ապագա սերունդների իրավունքների հետ կապված կոնկրետ աշխատանք է տանում, ուղղություններից մեկը այն է, որ դիտարկում է օրենսդրությունը արդյոք ապագա սերունդների իրավունքների պաշտպանության տեսանկյունից այն ավելի էֆեկտիվ է մշակվում կամ նախադրյալներ ու երաշխիքներ կան պաշտպանության։ Եթե այդ առումով գանք Հայաստան, լավ է որ սահմանադրությունը բավականին վաղ է անդրադարձել, լավ է որ փոփոխվող օրենսդրությունը ներառում է, բայց կարող ենք ասել, որ ինստիտուցիոնալ հիմքերը եւս դրվում են այս իմաստով, թե դեռ պետք է ճանապարհ անցնել։ Սկզբունքները փորձում են հնարավորինս չծանրաբեռնել պետություններին, որպեսզի որևէ հակազդեցություն կամ լուսանցքային մոտեցում չկիրառվի։ Այն է հողում ավելի շատ տրվում է արդեն իսկ պետությունների կողմից վավերացրած փաստաթղթերին, մենք նշեցինք մի քանիսը, եթե երեխաների իրավունքների տեսանկյունից նայենք, նույն անվտանգ, առողջ եւ մաքուր ջրի, խմելու ջրի կամ sustainable կայուն զարգացման նպատակների մասին խոսելից, դրանք արդեն առկա են իրենց համապատասխան ինստրումենտներով եւ մեխանիզմներով։ Մաստրիխտյան սկզբունքները բերում են դատարկաթորի սկզբունքը, այսինքն ի թիվս մյուս բոլոր շահառուների եւ պաշտպանական մեխանիզմները, որոնք կիրառվում են տարբեր խմբերի համար, կանանց, երեխաների, մարդկանց առհասարակ, իրենց քաղաքական, քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցով եւս մեկ աթոռ է ավելանում եւ պետություններն են արդեն պարտավորություն կրում կամ երեխաները մեխանիզմ ստեղծելու, որպեսզի դատարկ աթոռի պաշտպանության իրավունքը եւս տեղի ունենա։ Ես փորձեցի հնարավորինս պատկերավոր եւ թեորետիկ ասել, այսինքն չկա առանձին Հունգարիայի օրինակի պես դատարան ստեղծելու կամ մեխանիզմ կամ հանձնաժողով ստեղծելու կարիք, այլ հակառակը այդ գոյություն ունեցող մեխանիզմների ներսում ներգրավելու եւ ինտեգրելու ապագա սերունդների իրավունքների տեսություն ասեմ կամ մոտեցումը արդեն սկզբունքները որպես աշխատանքային հիմք։ Այսինքն ի թիվս այն խմբերի, որոնք որ մենք ունեինք,
երեխաներ, կանայք, հաշմանդամություն ունեցող հատուկ կոնվենցիաների ունենանք, նաև ապագա սերունդների պաշտպանության այդպիսի մի գլուխ իրավական միջազգային իրավունքում։ Շատ բարի, եւ եթե փորձենք այսպես հնարավորին չափ ամփոփել, կարող ենք ասել, որ այսօր երեխաները առավել շահագրգռված են, քան պետությունները ապագայի սերունդների ներողություն իրավունքները ամրագրելու, պաշտպանելու հարցում, թե դա բոլորիս ըստ էության մտահոգության առարկան է։ Դուք հատկապես աշխատում եք երեխաների հետ, նաև դրանով է պայմանավորված հարցս։ Երեխաները միանշանակ մոտիվացված են հատկապես դիտարկելով, որ դա իրենց միգուցե ծերությունն է, միգուցե երիտասարդությունն է կամ հույս ունեմ իրենց ավելի մոտ ապագան չէ, իրենք ավելի շահագրգռված են բնականաբար, սակայն կա ապատեղեկատվության խնդիր, կա նաև էլի եթե խոսենք միջսերնդային արդարության մասին, նախորդ սերնդի կամ հետ սոցիալիստական այդ ճամբարի երկրների մոտ այդ ավելի հեռու տեսլական չունենալու կամ իրավական տեսլական չունենալու մոտեցումը կա։ Դա հստակ է իմ աշխատանքից ելնելով, որ ավելի շատ խոսում է ներկայիս պաշտպանության կամ ապագա պաշտպանության մասին։ Դա կախված է պետությունից, թե դա կախված է իրավական մշակույթից, դա կախված է մեր սոցիալական մշակույթից։ Ավելի զարգացած պետություններում ավելի երևի թե մոտ է այս կոնցեպտը պրակտիկ իմաստով։ Պրակտիկ է, որովհետև թույլատրվում է ավելի շատ մեխանիզմներ կա երեխաների փաստացի մասնակցության ու նաև արդարադատության համակարգում ներգրավելու համար, այս պահին ես չեմ պատկերացնում, որ մենք չունենք տարական ռիփորթինգի կամ զեկուցման մեխանիզմ, այսինքն ունենք, բայց չի կիրառվում ակտիվորեն երեխաների զեկուցման մեխանիզմը։ Նույն սահմանադրության մասին խոսեցիք, որ շատ վաղ ներկայացված է, բայց միշտ թողում է ապագա սերունդների մասին, երբ որ նշում է նկատի ունեն երեխաներին, փաստացի նկատի ունեն երեխաներին, ոչ թե այն ապագա սերունդների երևույթը, որի մասին Մաստրիխտյան սկզբունքներն են խոսում։ Այլ հենց երեխաների մասն է, երեխաները մեր ապագան են, բայց ապագան ավելի հեռու է, քան երեխաները արդեն գոյություն ունեն, ծնված օրվանից իրենք իրավական սուբյեկտներ են եւ պետք է այդպես դիտարկել։ Բարեբախտաբար նոր սերունդը բավականին մտահոգված է եւ հետաքրված։ Մենք ունենք նույնիսկ երեխաներ, ովքեր պատկերավոր են պատկերացնում, թե իրենց երեխաները ինչպիսի ժառանգություն պետք է ունենան, իրենք ինչպիսի կենսաթոշակային համակարգում պետք է ապրեն, իդեպ դրա մասին էլ է սկզբունքները նշում, կամ ինչ բռնության միջավայր կամ պատերազմների հետ պատերազմական եւ այլն եւ այլն։ Արհեստական բանականություն ավելի շատ երեխաների մոտ է այդ պատկերացումը, քան 30 եւ ավել տարիք ունեցող անձանց, բայց իրենք են հանդիսանում այդ դատարկ աթոռի ձայնը հստակորեն եւ հույս ունեմ, որ պետությունները Հայաստանը եւս հանդիսանալով շատ արագ քայլերով դեպի մարդու իրավունքները գնացող պետություն, ինքը եւս կդիտարկի իր ռազմավարական ծրագրերում հենց ապագա սերունդների այն բովանդակությունը, որը որ դրված է Մաստրիխտյան սկզբունքերում։ Նորադյան շատերը, որ մեզ լսեն, թե ոչ իրավաբանները, թե իրավաբանները, կարող է հարց առաջանալ։ Արդյոք ներկայիս սերունդների իրավունքները բավարար չափով պաշտպանված են, որ խոսում են ապագա մեզ որպես իրավաբանների կամ գիտնականների, որոնց որ հետաքրքրում է այս դաշտը, մի փոքր այսպես զատենք, բայց կարող է մտածեն ներկայիս սերունդների իրավունքները պաշտպանված չեն, գնում ենք ավելի այսպես ապագա սերունդների քանի որ յուրաքանչյուր իրավունքի ճանաչում պաշտպանություն դա մեծ գործընթաց է, ես կարծում եմ մենք ժամանակին կլինենք, եթե այդ գործողությունները անենք եւ չենք ուշանա։ Այդ ձեր մոտեցումը ինչպիսին է այս առումով։ Ես նկատի ունեմ հատկապես զարգացող պետությունների կոնտեքստում այս հարցադրումը եւ ոչ թե զարգացած։ Ես նշեցի միջսերնդային եւ ներսերնդային իրավունքների մասին, երկուսի մասին էլ է, որպեսզի հասկանանք ներսերնդայինը գոյություն ունեցող այս պահին ծնված եւ ապրող սերունդի մասին է։ Մաստրիխտյան սկզբունքները առաջին հերթին խրախուսում է պաշտպանությունը ներսերնդային դիրույթում, որպեսզի այդ նույն միջավայրը, առնվազն նույն միջավայրը կամ նույն մշակութային միջավայրի եւ իրավական միջավայրի մասն է խոսքը, որպեսզի ժառանգվի արդեն սերնդից դուրս, այսինքն intra-generational եւ intergenerational հատվածում։ Եթե մենք խոսում ենք ապագա սերունդների իրավունքների մասին, մենք առաջին հերթին խոսում ենք ներկայիս սերունդների իրավունքների մասին, ստեղծելու այն հնարավորինս իդեալական համակարգը եւ ժառանգելու, որպեսզի առնվազն ինչպես արդեն ասացի,
հավասար ձևով կարողանան մարդու իրավունքների եւ պաշտպանության եւ հարգման եւ կանխարգելման եւ այլ տեսանկյուններից ապագա սերունդները եւս ունենան։ Եթե մենք ունենք բռնության միջավայր այս պահին եւ որևէ ձևով բռնության նվազեցման, հաղթահարման, քննության իրավական համակարգերի տեսանկյունից չենք դիտարկում այդ հարցը, բնականաբար դրա որևէ երաշխիքը չենք ունենա նաև ապագայում։ Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Մուրադյան եւ հարգելի ռադիոլսողներ, խոսելով ապագա սերունդների իրավունքների մասին, մենք բոլորովին չենք նսեմացնում ներկա սերունդների իրավունքների ճանաչման գործընթացը, շարունակական պաշտպանության էֆեկտիվության ուժեղացումը եւ այլն։ Եվ հույս հայտնենք, որ մոտավորապես մի 5-10 տարուց հետո իհապես կմոտենանք ապագա սերունդների իրավունքների պաշտպանության նաև գործնական այսպես կոնցեպտին եւ կտեսնենք գործող իրականությունում եւ ես հիշեցնեմ, որ այսօր մենք ձեր փաստաբանը հաղորդաշարի ընթացքում խոսում ենք ապագա սերունդների իրավունքների մասին, երեխաների իրավունքների Global Campus Կովկասյան ծրագրի համակարգող Մարիամ Մուրադյանի հետ թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել Տիկին Մուրադյան եւ հիշեցնեմ, որ ձեզ հետ էր հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմյանը։ Ցտեսություն։